Բուսաբանական այգին վերածվել է իսկական աղբանոցի, ահազանգում են հարակից շենքերի բնակիչները, տարածքում աղբամաններ չկան եւ բնակիչներն իրենց աղբը նետում են այգու պարսպից ներս։ Բա ինչ անի բնակիչը, ես վերևից տեսա, որ մեր էլիտար թաղամասի բնակիչները աղբը նետում էին, ուզեն պիտի նետեն, կամ պատի տակնա դրված, հիմա կտեսնեք, կամ նետվում է աղբը այգի։ Ծառավաղբյուրի փողոցի բնակիչները չեն դիմել թաղապետարան, քանի որ վստահ են, եթե հարցը լուծող լինեին, ապա այսօր տարածքում աղբամաններ տեղադրված կլինեին։ Սա մեծ վտանգ է այգու համար, 2 տարի հետո այգին չորան, եթե չմիջոցներ ձեռնարկվի, 15 հատ դրվի աղբի ամաններ։ Բուսաբանական այգու տնօրինությունը եւս տեղյակ է խնդրին։ Նրանք նույնպես տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի թաղապետարանը ժամանակին կատարի աղբահանությունը։ Մենք ամսական թաղապետարանին վճարում ենք 11,000 դրամ եւ պայմանավորվածություն ունենք, որ շաբաթական մի անգամ այգու տարած պետքա մեքենա մտնի։ Չի մտնում, չի գալիս այդ մեքենան։ Փոխտնօրենի խոսքերով իրենք այնքան գումար չունեն, որ առանց թաղապետարանի կարողանան ազատվել աղբից։ Ավանի թաղապետարանում, որի հսկողության տակ է գտնվում բուսաբանական այգին, այդպես էլ չկարողացան ճշտել, թե որ բաժինն է զբաղվում աղբամանների տեղադրման հարցերով։ Իսկ այգու տարածքում աղբահանության հարցով զբաղվում է Դավարս ընկերությունը, որի աղբահանության ծառայության պետ Նվեր Ազիզյանը մեծ հեռախոսազրույցում նշեց, որ այգին աղբից մաքրում են այն ժամանակ, երբ տնօրինությունը զանգահարում է իրենց։ Տաթևիկ Ազիզբեկյան, Կարեն Չիլինգարյան, IPV։ Ինչ վերաբերում է 3 բուսաբանական այգում տեղի ունեցած հրդեհի պատճառներին, այգու փոխտնօրենն իր վարկածն ունի։ Կապված է մեր պահակային ծառայության փոփոխության հետ։ Մեր հին աշխատողներին, որ հեռացրեցինք, ինձ թվում է, այդտեղ ինչ-որ մի կոնֆլիկտի սիտուացիա է առաջացել, որ ուզում են ցույց տալ, որ այս նոր եկած պահակային ծառայությունը իրան չի արդարացնում։